Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, հարգանքներս ձեզ, վերջին երկու օրերի ընթացքում, սիրելի բարեկամներ, հանրության տարբեր շրջանակների կողմից շատ բուռն կերպով քննարկվում է այն հարցը, թե արդյոք Սամվել Կարապետյանը կարող է դառնալ Հայաստանի հաջորդ վարչապետը կամ կարող է ընտրվել Հայաստանի հաջորդ վարչապետը։ Բնականաբար իշխանության տարբեր ներկայացուցիչներ այլ կերպ են ներկայացնում նշված գաղափարի հեռանկարն ու հնարավորությունը, ընդգծելով, որ դա հնարավոր չէ, պատճառաբանելով այն հանգամանքը, որ Սամվել Կարապետյանը Հայաստանի Հանրապետության գործող սահմանադրական կարգավորումների համաձայն չի հանդիսանում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ վերջին 4 տարիների ընթացքում մշտապես չի բնակվել Հայաստանի Հանրապետությունում։ Իսկ Սամվել Կարապետյանի աջակիցները, գաղափարակիցները, կուսակիցները, հարազատները այլ լույսի ներքո են ներկայացնում նշված գաղափարի հեռանկարն ու հնարավորությունը։ Զուտ մասնագիտական հարթության համատեքստում, սիրելի բարեկամներ, փորձեմ ներկայացնել իմ տեսակետը արծարծվող հարցի հեռանկարի եւ հնարավորության մասին։ Իմ տեսակետն ու դիրքորոշումը բացառապես խարսված է գործող սահմանադրական կարգավորումների վերլուծության արդյունքում եւ բացառապես բխում է գործող իրավական նորմերի բովանդակությունից եւ գործող սահմանադրության կողմից տրված հնարավորություններից։ Բայց մինչեւ իմ տեսակետը ձեզ ներկայացնելը, սիրելի բարեկամներ, հարկ եմ համարում ընդգծել, որ ինձ մոտ տպավորություն է ձևավորվել, որ մեր հանրության տարբեր շրջանակներ եւ մասնավորապես քաղաքական շրջանակներ տարբեր կամ լավ չեն ընկալել Նարեկ Կարապետյանի կողմից 3 շրջանառության մեջ դրված ծրագիրը կամ այլ լույսի ներքո են ներկայացնում այդ ծրագիրը եւ դրա հնարավորությունը։ Որպեսզի պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը, հարկ եմ համարում ընդգծել հետեւյալը։ Սիրելի բարեկամներ, գործող սահմանադրության 148-րդ հոդվածի համաձայն կառավարության անդամը, իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետը, փոխվարչապետերը եւ նախարարները հանդիսանում են կառավարության անդամներ, պետք է բավարարեն падգամավորին ներկայացվող պահանջները։ Իսկ падգամավորին ներկայացվող պահանջները արտացոլված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 48-րդ հոդվածում, համաձայն որի Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավոր կարող է ընտրվել Հայաստանի Հանրապետության 25 տարին լրացած, վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում մշտապես Հայաստանի Հանրապետությունում բնակվող եւ Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնական լեզվին հայերենին տիրապետող յուրաքանչյուր անձ։ Սա նշանակում է, սիրելի բարեկամներ, որպեսզի Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվի կամ դառնա անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացին, պետք է լրացած լինի նրա 25 տարին, պետք է վերջի 4 տարում հանդիսանա միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ վերջի 4 տարում նա մշտապես պետք է բնակված լինի Հայաստանի Հանրապետությունում։ Սա նշանակում է, եթե այս պահի դրությամբ մենք վերլուծենք ստեղծված հարցում հնարավորությունը, սա նշանակում է, որ գործող սահմանադրական կարգավորումները բացառում են այլ պետության քաղաքացիություն ունեցող անձին գործող կարգավորումների համաձայն ներկայումս դրանց համատեքստում եմ ես ընդգծում, բացառում են այլ անձի Հայաստանի Հանրապետության վարչապետ դառնալու հնարավորությունը, քանի որ այդ անձը վերջին 4 տարիների ընթացքում մշտապես չի բնակվել Հայաստանի Հանրապետությունում եւ վերջի 4 տարում չի հանդիսացել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Սակայն, սիրելի բարեկամներ, գործող սահմանադրության 202-րդ հոդվածը հնարավորություն է տալիս Սահմանադրության մեջ փոփոխություններ իրականացնել, որոնք են այդ դեպքերը։ Կոնկրետ շատ չծանրանամ, բայց գործող սահմանադրության այն հոդվածը, որը ներկայացնում է կառավարության անդամի ներկայացվող պահանջները, մտնում են այն հոդվածների թվի մեջ, որոնք կարող են փոփոխվել ոչ թե հանրաքվեի միջոցով, այլ ազգային ժողովի 2/3 կողմից։ Դա էլ ունի իր ընթացակարգը, բոլոր դեպքերում սահմանադրական նորմերի փոփոխության դեպքում նախագիծը պետք է ուղարկվի սահմանադրական դատարան եզրակացություն ստանալու, ինչը ենթադրում է որոշակի
ժամանակ եւ ընթացակարգ, այնուամենայնիվ, եթե որևէ քաղաքական ուժի հաջողվի Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում ունենալ սահմանադրական մեծամասնություն, այսինքն 2/3 արկայություն, ապա նրանք հնարավորություն կունենան սահմանադրության այն հոդվածները, որոնք չեն ենթադրում հանրաքվեի միջոցով փոփոխություն, իրականացնել այդ հոդվածներում փոփոխություններ, այսինքն խոսքը բացառապես ազգային ժողովի ընտրությունների արդյունքում սահմանադրական մեծամասնություն ունենալու հնարավորության մասին է, որի առկայության պայմաններում Հայաստանի Հանրապետության սահմանադրությունում կարող են տեղի ունենալ փոփոխություններ, որը հնարավորություն կտա վարչապետ դարձնելու կամ դառնալու կամ ընտրելու կամ նշանակելու այն անձին, որի կարգավիճակը կամ չափանիշները փոփոխված կլինեն ազգային ժողովի սահմանադրական մեծամասնության կողմից փոփոխության ենթարկված նորմի բովանդակությանը համապատասխան։ Հիմա վերադառնանք տառացիորեն 3 Նարեկ Կարապետյանի կողմից շրջանառության մեջ դրված ծրագրի էությանը, որպեսզի սիրելի բարեկամներ հստակ լինի իմ տեսակետը, հստակ լինի իմ խոսքը, ես ցանկանում եմ տառացիորեն ցիտել մեջ բերել Նարեկ Կարապետյանին։ Ինչ է ասել Նարեկ Կարապետյանը։ Նարեկ Կարապետյանը երեք իրենց կուսակցության կողմից նախաձեռնված միջոցառման ժամանակ տառացիորեն հայտարարել է հետևյալը, որ ընտրություններից 20 օր անց ազգային ժողովի առաջին նիստում հանդես կգանք համապատասխան օրենսդրական փոփոխության որոշմամբ, որն է իրենց ծրագիրը, սա ընդգծում է Նարեկ Կարապետյանի խոսքը, եւ ժողովրդի վստահությամբ ու ազգային ժողովի մանդատով, որ թույլ տանք, որ միայն մեկ քաղաքացիություն ունեցող ցանկացած անձ դառնալ Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Այսինքն, վերը նշվածից ենթադրվում է, որ իրենք ակնկալում են ընտրությունների ժամանակ ստանալ ձայների այնպիսի քանակ կամ վստահություն, որը հնարավորություն կտա իրենց ձևավորել սահմանադրական մեծամասնություն, այսինքն իրենք ազգային ժողովում ունենան այնպիսի ուժերի հաշվեկշիռ, որ իրենց ղեկավարած քաղաքական ուժը կարողանա ապահովել սահմանադրական մեծամասնություն 2/3 ներկայություն, որի պայմաններում իրենք կնախաձեռնեն սահմանադրական փոփոխություններ, իսկ այս ընթացքում, այսինքն մինչև ընտրությունները եւ ընտրություններից հետո Սամվել Կարապետյանը կնախաձեռնի այլ պետությունների քաղաքացիությունը դադարեցնելու գործընթաց, այսինքն մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն Սամվել Կարապետյանը հանդիսանում է միաժամանակ եւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, եւ Կիպրոսի Հանրապետության քաղաքացի, եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այսինքն այս ծրագրի էությունը ենթատեքստը մեկնաբանելիս ես այսպես եմ ընկալել այդ ծրագիրը, որ այս ընթացքում Սամվել Կարապետյանը սկսում է մի գործընթաց, որի արդյունքում ինքը դադարեցնելու է իր քաղաքացիությունը Ռուսաստանի Դաշնության, ինքը դադարեցնելու է իր Կիպրոսի Հանրապետության քաղաքացիությունը եւ ընտրություններից հետո ինքը փաստացի ունենալու է միայն մեկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Հետևաբար, կրկնում եմ, եթե իրենց հաջողվում է ձևավորել սահմանադրական մեծամասնություն, այսինքն ազգային ժողովի ընդհանուր թվի 2/3 արկայություն, ապա իրենք նախաձեռնում են սահմանադրական փոփոխություններ, որի արդյունքում ըստ ներկայացված գաղափարի կամ ծրագրի, որքան որ ես հասկացա, դուրս են բերվում այն արգելքները, որոնք այս պահին առկա են, այսինքն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 148-րդ հոդվածը ենթարկում է փոփոխության եւ այն պահանջները կամ արգելքները, որոնք սահմանված են, որ Հայաստանի Հանրապետության կառավարության անդամը, մասնավորապես վարչապետը, կարող է դառնալ վարչապետ այն դեպքում, երբ որ միայն հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի վերջին 4 տարում եւ վերջին 4 տարում մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում, ապա այդ արգելքները դուրս են բերվելու եւ ստացվում է, որ իրենց կողմից նախաձեռնված ծրագրի իրականացման պայմաններում այդ ժամանակվա իրականացված փոփոխությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության վարչապետ կարող է դառնալ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձ, այսինքն տարիքային ուրեմն
այլ պետությունների քաղաքացի հանդիսանալու արգելքը եւ վերջի 4 տարում միայն Հայաստանի Հանրապետությունում բնակվելու, մշտապես բնակվելու սահմանափակումը իրենք վերացնելու են։ Որքան ես հասկանում եմ, սա է այս գաղափարի նպատակը։ Եվ սիրելի բարեկամներ, ես կարծում եմ հետևյալը, ընդհանրացնելով եւ ավարտելով խոսքս, ես կարծում եմ բավականին հետաքրքիր տարբերակով է փորձ արվել ներկայացնել Սամվել Կարապետյանի առաջիկա դերակատարությունը մինչև ընտրական գործընթացը եւ ընտրություններից հետո, բայց անգամ այս պայմաններում ես հարկ եմ համարում ասել հետեւյալը, որքան հասկացավ Նարեկ Կարապետյանի ներկայացված ծրագիրը դա փորձ է արվելու իրականացնել ընտրություններից հետո։ Իսկ մինչև ընտրությունները, սիրելի բարեկամներ, մինչև ընտրությունները իրենց ասացի տրամաբանությունից ես հանգել եմ հետևության, որ իրենք առաջնորդվելու են բացառապես գործող սահմանադրաիրավական կարգավորումների լույսի ներքո։ Իսկ գործող սահմանադրաիրավական կարգավորումների համատեքստում ակնհայտ է, որ իրենց ընտրական ցուցակը գործող կարգավորումների համաձայն Սամվել Կարապետյանը չի կարող գլխավորել։ Ենթադրվում է, որ իրենց կուսակցության ընտրական ցուցակը ղեկավարելու է Նարեկ Կարապետյանը եւ քվեարկվելու է այն ցուցակը, որտեղ Սամվել Կարապետյանը այս պահին չի լինելու։ Այս ծրագիրը ենթադրվում է ընտրություններից հետո եւ միայն այն դեպքում, երբ որ իրենք կձևավորեն սահմանադրական մեծամասնություն։ Բայց այստեղ զուտ դիտարկման առումով եմ ես ասում, սիրելի բարեկամներ, եթե Սամվել Կարապետյանին հաջողվի ձևավորել սահմանադրական մեծամասնություն կամ իրենք ստանան այնքան վստահության քվե, որ կարողանան ապահովել իսկապես սահմանադրական մեծամասնություն, մնացածը օրենսդրական տեխնիկայի հարց է։ Մարդիկ այս պահին, կոնկրետ Նարեկ Կարապետյանը կամ այդ քաղաքական ուժի ներկայացուցիչները, այս պահին ներկայացրել են իրենց տեսակետը, եւ այդ տեսակետը իրավական առումով հնարավոր է, եթե, կրկնում եմ, իրենց հաջողվի ազգային ժողովի ընտրություններում ձևավորել սահմանադրական մեծամասնություն։ Այլ կերպ ասած, գործող սահմանադրությունը տալիս է հնարավորություն Հայաստանի Հանրապետության սահմանադրության 148-րդ հոդվածում կատարել փոփոխություններ ազգային ժողովի կողմից, ազգային ժողովի 2/3 համապատասխան որոշմամբ, որի համաձայն կարող են փոփոխություններ իրականացվել Հայաստանի Հանրապետության 148-րդ հոդվածում, որը հնարավորություն կարող է տալ այլ չափանիշներով վարչապետ դառնալու անձի, որը այսօրվա չափանիշներին չի համապատասխանում։ Սպասենք իրադարձություններին, սիրելի բարեկամներ, այլ հարց է, թե գործող կարգավորումները որքանով են համապատասխանում ժողովրդավարության սկզբունքներին կամ գործող սահմանադրության դրույթները որքանով են համապատասխանում մեզանից յուրաքանչյուրի քիմքին, պատկերացումներին, ներքին համոզմունքներին, այնուամենայնիվ ես ուզում եմ արձանագրել, որ գործող սահմանադրությունը տալիս է նման հնարավորություն նման քաղաքական հաշվեկշիռ ունենալու պայմաններում։ Հիմա ամեն ինչ կախված է լինելու մեր ժողովրդից։ Մեր ժողովուրդը ինչպիսի վստահության քվե կտա Սամվել Կարապետյանին, ցույց կտա ժամանակը։ Կվստահի նրան կտա իր ձայնը, այսինքն Սամվել Կարապետյանի ղեկավարած քաղաքական ուժը կունենա սահմանադրական մեծամասնություն, բնականաբար իշխանությունը կանցնի իրենց ձեռքը եւ իրենց պատկերացումներով կիրականացնեն սահմանադրական փոփոխություններ, որը հնարավորություն կտա Սամվել Կարապետյանին դառնալու Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետը։ Բայց գործող կարգավորումների համատեքստում ես ընդգծում եմ, որ գործող կարգավորումները մինչև ընտրությունները այլ չափանիշներ են սահմանել եւ այդ չափանիշների արդյունքում մենք ընտրական ցուցակը, այդ կուսակցության, այդ քաղաքական ուժի ընտրական ցուցակը ենթադրվում է, որ ոչ թե ենթադրվում է, այլ հնարավոր է, որ գլխավորի Նարեկ Կարապետյանը նոր ընտրություններից հետո, կրկնում եմ, եթե իրենք ձևավորեն սահմանադրական մեծամասնություն,
Նոր դրանից հետո կնախաձեռնեն սահմանադրական փոփոխություններ, որը հնարավորություն կտա Սամվել Կարապետյանի դառնալու Հայաստանի վարչապետ։ Իհարկե, սա զուտ իրավական տեսանկյունից ես վերլուծեցի, սիրելի բարեկամներ, քաղաքական տեսանկյունից ինչ խոսք, քաղաքական գործընթացները այնպիսին են, որ առաջիկա ամիսները իսկապես շատ բուռն են լինելու, շատ բաներ կարող են փոփոխվել, շատ իրադարձություններ կարող են տեղի ունենալ, քաղաքական ուժերի վարքագծում, քաղաքական ուրեմն ուժերի հաշվեկշռում կարող են փոփոխություններ տեղի ունենալ, կապրեն կտեսնեք, թե ինչպիսի զարգացումներ կլինեն, բայց ես իմ պարտքս համարեցի զուտ իրավական հարթության համատեքստում կատարել վերլուծություն, հիմք ընդունելով բացառապես գործող սահմանադրաիրավական կարգավորումները։ Լավ եղեք, բարին ընձեզ, սիրելի բարեկամներ, հնարավորության դեպքում տարածեք այս տեսանյութը, ես ամեն ուղիղ եթերի ավարտին իմ պարտքս եմ համարում այս պահին իմ խոնարհում եմ բերել Հայաստանի Հանրապետության պետական սահմանին մարտական հերթապահություն իրականացնող մեր զինվորներին, ինչպես նաև խոնարհումս մեր հայրենիքի համար իրենց կյանքը տված մեր բոլոր հայրենիների լուսավոր հիշատակի առջև։ Լավ մնացեք, սիրելի բարեկամներ, գիտակցաբար քաղաքական բնույթի դիրքորոշումներ կամ հայտարարություններ այս տեսանյութում չեմ անում, դրա հնարավորությունը կունենանք։ Լավ մնացեք, հարգանքներիս հավաստիքը ձեզ, ամենայն բարիք, խաղաղ ու բարեկեցիկ առաջիկա օրեր եմ ձեզ ցանկանում, սիրելի բարեկամներ, լավ եղեք, հարգանքներս բարիք շետ ձեզ։